Չէ, վախտերը բռնել են։ Հա։ Հա։ Վաղ բռնողը չգիտեմ, պարոն Թունյան, բայց ձեր տնտեսագիտական Տորիչելյան դատարկությունը, որ ծավ տվեցիք, այո, ծավ տալու համար եմ ասում։ Ի ցույց կդնեմ հենց այս իմ ելույթի ժամանակ։ Սպասեք։ Այո, հիմի սենց ասեմ, պարոն Թունյան, ես չէի մտածի, որ իրար հետ սովորելու այդ պարկեշտությունը կմեծանայիք միջին վիճակագրական քպայականի նման ծափ տայիք։ Լավ, շարունակեմ ես։ Ժողովուրդ ջան, եկեք շարունակենք, իրանք եկան, մենք հարցազրույց ենք տալիս։ Չէ, այսօր երեկվանից հետո էլ չեն համարձակվել, նորմալ կազմակերպել են, մնացած նորմերն էլ կազմակերպված, նախորդ հարցրել են, ասել են որտեղ եք ուզում, առաջարկում ենք, այդ առումով այսօր դժգոհություն չունեմ։ Այսինքն հետևողական լինես, որ ոչ մի ծուռ բան չլինի։ Հետո աշխատել սովորացնես։ Հայկ Կոնջորյանը անդրադարձել իր ելույթի ժամանակ նշելով, որ Հայկ Կոնջորյանը դեռ առիթ կունենա իմ տնտեսագիտական գիտելիքների ծանր, դառը, անդառնալի հարվածները ստանալ։ Ես ու այդ կլինի հենց այս նիստին իմ ելույթի ժամանակ Տորիչելյան դատարկությունը ի ցույց կդնեմ ես։ Իսկ պարոն Թունյանի հետ կապված։ Պարոն Թունյանի հետ սովորել էինք, ժողովուրդ, ես չէի մտածի, որ Պարկեշտ Բաբկենը ուսանողական տարիների կմեծանար Թունեն։ Չէ, խնդրում եմ, նիստի ժամանակ կլինի, պարոն Թունյան, սպասեք, համբերությունը լավ է, բանը կամերաների առաջ է, նա դիցուց դրեք տեսնեք։ Ներկայացնեմ, բրանից դու մի հատ էլ ուղի եթերով իրար։ Շատ լավ։ Ձեր տվեք, որ խոսք եք տալիս։ Այո, դուք էլ խոսք տվեք լրագրողներին։ Նիստերին, որ իրար հետ ուղիղ եթերով իմ ասած թվերը ու ձեր տնտեսագիտական գիտելիքները կապված Կոնջորյանի հայտարարած եկամտահարկի ու մնացածի հետ կապված ու հայտարարագրի իրար հետ կվերլուծեն։ Եկեք իմ ասած թվերի մասին ինչ-որ առարկություն ունեք։ Ներողություն։ Ես ասում եմ, Կոնջորյանը ինչ-որ իմ գնահատմամբ անպատասխանատու թվերը հնչեցրեց ու դուք ծափ տվեցիք։ Ես ինչ ներողություն։ Գնահատականը չի, ասում եմ իմ գնահատականն եմ, իմ գնահատականը ցույց եմ դնելու նիստերի դահլիճին, դրանից հետո մասնագիտական հնարավորում եմ բանավեճ, դուք ընդունում եք ձեռնոցը։ Ես միշտ եմ Խոսք տվեք, որ դրանից հետո կգաք, իրար հետ ուսումնասիրենք, ու դրանից հետ ներողություն ես ավարտում, ես նայեք դուք այդ բանավեճերից չգուսա։ Մի հատ հարց է պատրաստեք իմ ասած իրավասության դեպքում ներողություն խնդրեմ։ Ինչի իրավասության։ Թվերի իրավասության դեպքում։ Մենք պետք է մի բանի համար ներողություն խնդրենք, որ դուք ձեր ֆրակցիայով այսօր եկել եք ազգային ժողով։ Այ մենակ դրամ։ Եղավ։ Այդ տեսնում եք, այս մարդիկ խոսք եմ տալիս ձեզ, որ իմ գիտելիքների այդ ծանր հարվածները երկար ժամանակ հնարավորություն կունենան ըմբոշխնելու։ Կոռուպցիայի բացահայտումը տեղի ունենալու։ Այսինքն, որ հավաքվում ասում են, իրանք պիտի հասկանան, որ դիմացը կանգնած է գրագետ մարդ, ով իր ամեն հայտարարության հետևը, եթե ինքը չտեսնի, չկարդա, հայտարարություն չի անի։ Եվ նիստերի դահլիճում ես հատիկ առ հատիկ այդ թվերը ի ցույց կդնեմ, ժողովուրդ, ի ցույց կդնեմ ու նաև օրինակ զարմանք կարտայտեմ ծափ տվողներին։ Բաբկենին ինչի համար եմ ասում, մենք միասին սովորել ենք տնտեսագիտության ֆակուլտետում Թունյան Բաբկենին եւ առնվազն ինքը լինելով, չգիտեմ, 5-րդ ալիքի լրագրող, 168-ի լրագրող, լինելով տես վերլուծական անելով, այդ ժամանակ փորձ ուներ, մի քիչ վերլուծականներ անում էր։ Հիմիխյա ծափ տալիս, դա չգիտեմ, հետո հավաքվում է տնտեսական հանձնաժողովի նախագահ դառնալ։ Գիտեք հարցն ինչ է, երբ որ դու իրական թվերը ներկայացնում ես, պատրաստ պետք է լինեն։ Իրենք կարող են ներողություն խնդրել, կընդունեմ ես ներողությունն իրեն։ Հիմա ասում եմ, այդ արտահայտություն անողին հատիկ ասելու եմ ու դատախազությանն կոչ եմ անելու, ասեմ, այս ասած ետևից գնա։ Եթե չեք գնում, ուրեմն քողարկում եք, կամ եկեք ինձ ասեք սուտ ես ասում, զրպարտելու համար պատասխանատվություն։ Եթե զրպարտելու համար պատասխանատվության չեն ենթարկում, ուրեմն իմ ասածը ճիշտ է։ Համաձայն եք։ Ըստ էության բանավեճը, այսպես ասած, հրավերը ընդունեցավ պարոն Թունյանը։ Ես առավել քան վստահ եմ, որ նիստից հետո, երբ որ ես ներքևը կիշտեմ, իմ համապատասխան գործիքներն կբերեն, որ ուղիղ եթերով մենք դա քննարկենք, մտածում եմ, որ այնուամենայնիվ Բաբկենը Թունյան չի գա, բայց ես խնդիր չեմ տեսնում։ Ես այսօր եմ ասել, թվերը ինչը որ հրապարակել եմ ու Կոնջորյանը ասեց, որ ես սխալ եմ հրապարակել, ես դրա հիմնավորումը կտամ էլ ավելի խորացված դեպքով, փաստարկված ձևերով կտամ։ Մի դրանից հետո թող արդեն Բաբկենը Թունյան գա, եւ որպես տնտեսագետ, եթե չեմ սխալվում գիտությունների թեկնածու, կանգնի եւ պաշտպանի հովանավորչությունն ու կոռուպցիան։ Ես եմ